9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք ձեզ եւ իհարկե առաջարկում ենք շաբաթ առավոտն անցկացնել երաժշտական տրամադրությամբ։ Ձեզ հետ են Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Եվ իհարկե մենք ուղիղ եթերում ենք շաբաթը երաժշտական է ինչպես արդեն բազմաթիվ տարիներ, այսօր եւս արժևում է մեր ժամուկեսանոց կենթանի ռադիոհամերգը։ Իսկ դուք կարող եք մեր ժամուկեսանոց ռադիոհամերգը ոչ միայն լսել, այլև դիտել, մուտք գործելով arm.radio.am կայք, լայվն այնտեղ գործարկված է, դիտել կոճակը պարզապես սեղմեք եւ միացեք մեզ եւ հետևեք այդ տարբերակով, նաեւ Հայաստանի հանրային ռադիո հայատար գրում եք Facebook-յան հարթակում, այնտեղ լայվը եւս գործարկված է եւ այնտեղ եւս կարող եք հետևել ծրագրի ընթացքին, չեք մոռանում այդ հարթակում նաեւ մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ձեր ջերմ խոսքերն ուղարկել, սրտիկները, պաչիկներն ու փուչիկները եւ իհարկե TikTok-յան հարթակում ենք։ Անձնական մեր այսպես անկետաններով եւս կարող եք միանալ երկու լուսամուտի տարբերակով մենք ուղիղ եթերում ենք։ Փնտրեք մեզ եւ կգտնեք։ Դե ինչ կարծես բոլորը տեղում են, հյուրերը տեղում են, հաղորդավարները եւս ժամանակն է ներկայացնելու մեր այսօրվա հյուրերին, փաստորեն տղաները մեզ եկել են հյուր 3 տարի առաջ։ 3 թե 2։ 3։ Գուցե եւ 3։ Կճշտենք իրենցից անձամբ, որովհետեւ իրենք ավելի լավ են հիշում։ Ունեն փոփոխություններ կազմի եւ այսօր նրանք 3-ով են։ Ոչ թե 5-ով։ Այո, Սիրուց 5 պակաս խումբն է մեր տաղավարում, բարի լույս, Հայկին ենք ասում բարի լույս։ Բարի լույս Հայկ։ Հայկ ինչ եղավ այն երկուսի Սիվուդի հետ։ Այն ժամանակ մենք ունենք դաշնակահար, ուղղակի հետո հասկացանք, որ play tracker-ով կարող ենք ստանալ այդ ցայները։ Էլ պետք չի դաշնակահար։ Կրճատեցիք, փողը տնտեսեցիք, տենց ասեք։ Այո։ Եվ ունենք գիտարիստ, հետո հասկացա, որ ես կարող եմ գիտար Ահա։ Այդ նեղն էիք, հա, ֆինանսական, որ որոշեցիք կրճատումներ անել։ Նաև դա։ Ահա շատ լուրջ։ Այդպես շարունակվի, փաստորեն կարող եք ասել ես եւ տմբուկ կնվագեմ եւ գիտարը եւ կերկեմ։ Վերջում կմնա AI-ի հետ։ Վերջում AI-ի հետ կմնա։ Փորձարկումներ արել եք իդեպ AI-ի հետ, երաժշտական մասով բավականին հետաքրքիր տարբերակներ է առաջարկում, որոշ երգիչներ արդեն ցնցումների մեջ են տարբեր երկրներից։ Մենք հումորային երգեր ենք գրել AI-ով, բառեր ենք գրել եւ գեներացրել հումորային երգեր։ Ահա։ Բայց կուզենանք, որ այդ հեշտ տարբերակը չլիներ, որովհետև ստեղծագործ մարդիկ, ովքեր նստում, տանջվում եւ այդքան երգեր են գրում, ձայնագրում, իրենց համար կարող է մի քիչ անարդար լինել, որ կա այդքան հեշտ տարբերակ։ Ես ուզում տղաներին եւս ողջունենք, ներկայացնենք տղաներին այո։ Ներկայացրու։ Այնուամենայնիվ։ Մեր բաս գիտարահար Վահան Հեկիմյանը եւ մեր թմբուկահար Արեգ Մարտիրոսյանը։ Քանի չեք կրճատել, ծանոթանանք իրանց հետ։ Քանի դեռ խմբում Դեռ կան, չէ։ Հուսով ենք եւ երկար կմնա։ Նախկին խմբի հետ անվանումը նկատի ունեմ, ինչ եղավ առհասարակ, ինչու այդ նախագիծը փոխվեց, դարձավ Սիրուց 5 պակաս։ Այն ժամանակ երգերը անգլերեն էին։ Հետո երբ որոշեցինք դադար վերցնել եւ ես գրեցի հայերեն շատ երգեր, հասկացանք, որ անուններ կարող է հայերեն լինել։ Ահա։ Բացի այդ, մի քիչ մեր բասիստն էլ է եղավ, որ անունը փոխել ենք։ Եվ ինչու Սիրուց 5 պակաս։ Մի տեսակ շատ ռոմանտիկ անուն եք ընտրել։ Այո, երգի բառերը լսելուց միանգամից ոնց որ պատասխանը գալիս է ինչու Սիրուց 5 պակաս։ Պետք է լսենք երգը, որ հասկանանք փաստորեն։ Երգերը, այո։ Միայն հայերեն են երգերը։ Այո։ Դարձի եք եկել։ Վայ ինչ հաճելի է, որ հայերեն եք ստեղծագործում, որովհետև հաճախ տեսնում ենք շատ տաղանդավոր երիտասարդների, շատ լավ խմբերի, հիանալի երաժշտություն են գրում, լավ երգեր են ստեղծվում, բայց դրանք բոլորը հայերեն չեն լինում։ Ռադիոլսողներն է գրում, ասում են հայերեն երգեք եւ ախնդրեմ տղաները դարձի են եկել։ Կեցեք։ Սա շատ լավ է եւ ոգեվորող կարող ենք ասել, փաստորեն փոփոխություններից հետո փոփոխությունները կարծես գլոբալ են եղել, հա, նաեւ լեզուն է փոխվել, իսկ ոճային առումով շատ է հեռացել ձեր նախկին ոճից։ Տրամադրությունը երգերի ինչու առումով այո։ Ավելի խաղաղ են հիմա։ Ավելի խաղաղ, ավելի երբեմն։ Այն ռոքը, որ լսեցինք 3 տարի առաջ, ինչ է մնացել այդ ամենից։ Այնտեղ կար մի փոքր ավելի շատ drive, իսկ այստեղ drive-ը ավելի շատ խառնված է էմոցիոնալ վիճակի հետ։ Հետաքրքիր է։ Մեծացել եք փաստորեն։ Հասունացել եք։ Հասունացել եք եւ որոշել եք այսպես հանդարտ մեղեդային։ Այդքան էլ հանդարտ չի, ինձ թվում է ոչ էլ մեղեդային է, ուղղակի ընդհանուր է փոխվել։ Ըմբոստությունն է քչացել, ճիշտ է։ Ըմբոստությունը ավելի սիրո տարուղուց։ Այո, այն ժամանակ մի քիչ ավելի լայն թեմաներ էին։ Մի րոպե, սիրահարված եք։
Ավելի շատ կոտրված սիրո։ Ինչ եք ասում։ Կարելի որ սիրուց 5 պակաս, փորձում է հասնել սիրոն, բայց 5 պակասում է։ Դեռ չի Ինչ որ հասել։ բան խանգարում է։ Դե միշտ այդպես է, չէ, շատ հաճախ գեղեցիկ ստեղծագործություններ են ծնվում հենց դարդերից։ Երբ մեկը մերժում է, Դու նայր իրենց կոտրված տարիքը, սիրտ է։ երիտասարդ, ինչ Ինչ տարբեր կապ է ունի, այս սերը տարիքում։ տարիք չի Շատ հարցնում։ տարածված խոսք կա, գալիս է արվեստը ցավի վրա։ Դե հա, բայց չէինք ուզի այդպես լիներ, բայց Օй։ ինչև է։ Ամեն ինչ տանելի է եւ դրանք փորձություններ են, որոնք ճիշտ հաղթահարելու պարագայում գուցե կարողանաս դառնալ ավելի խորիմաստ եւ ճիշտ որոշումներ կայացնես, աճես, նրանցնային աճն է գրանցվում այդ։ Եկեք ողջունենք կրկին բոլորին ասենք բարելույս եւ սկսենք մեր ռադիոհամերգ հասկանանք ինչ են ներկայացնում սիրուց 5 պակաս նախագիծը մենք ուղիղ եթերում ենք միացեք մեզ լսեք դիտեք մեկնաբանեք մենք սիրով կփոխանցենք ձեր բոլոր ողջույնները Ջեր ողջույններ Գյումրիից մեզ արդեն հղել է Էդիկ Բաբուջյանը մենք սպասում ենք ձեր ողջույնները Ինչով ենք բացում մեր ռադիոհամերգը Համերգը կբացենք մի փոքր ավելի փոփային երգով, երգը կոչվում է Նայում եմ նկարիդ։ Նայում եմ նկարիդ մեր դեպքում նայում եմ լայվիդ այո գնացինք Ես նայում եմ նկարիդ Դու դաշտած ես էկրանից Ես նայում եմ նկարիդ Դու դաշտած ես էկրանից Ես նայում եմ նկարիդ Դու դաշտած ես էկրանից Թող երկինքը վերանի ու քեզ մոտ նայից տանի Ես նայում եմ նկարիդ Դու դաշտած ես էկրանից Մի օր ես կմոռանամ Քեզ կդառնա սիրտս կարից Չեմ ընտրել տառապանք, ես չեմ ընտրել խառը կյանք Ես վաղուց եմ պայքարում, դու դա քիչ ես համարում Քո աչքերը չեն շփվում, երբ դիմացն եմ ելնում Ինձ վերջերս չես փնտրում, իմ մասին միայն լռում Չես ուզում դու քեզ գամ, բայց կաս Կմնաս, կոտրված վերջքերով Չեմ դարձել ես քեզ պես անզգաս Ինձ մնաց, այս դատարկ երեկոն Ես նայում եմ նկարիդ, դու դատված ես էկրանից Թող երկինքը վերանի, ու քեզ մոտ նայից տանի Ես նայում եմ նկարիդ, դու դատված ես էկրանից Մի օր ես կմոռանամ, քեզ կդառնա սիրտս կարից Սարեցի դուրը որ դու դառնաս իմ հյուր գիշերային բայց արի ուտես քո հոգում վերածվել եմ քամու ես խոր մտում դարձին ծռու ես գամ որ չես գնալու խմիչքն է որ խոսեց շուրթերիցս Կապեց քեզ ու չերիցս ես նայում եմ նկարիդ Դու դաշտված ես էկրանից Թող երկինքը վերանի ու քեզ մոտ նայից տանի Ես նայում եմ նկարիդ Դու դաշտված ես էկրանից Մի օր ես կմոռանամ Քեզ կդառնա սիրտս կարից Չեմ ուզում ես մոռանալ քեզ Չեմ ուզում ես մոռանալ քեզ Նայում եմ նկարիդ Դու դաշտված ես էկրանից Ես նայում եմ նկարիդ Դու դաշտված ես էկրանից Ես նայում եմ նկարիդ Դու դաշտված ես էկրանից Մի օր ես կմոռանամ Քեզ կդառնա սիրտս կարից Ես նայում եմ նկարիդ Դու դաշտված ես էկրանից Մի օր ես կմոռանամ Քեզ կդառնա սիրտս կարից Չեմ ուզում ես
Ես նայում եմ էկրանին։ Իմիջայլոց What հետաքրքիր is- վարակիչ բան կա այդ երգի մեջ, անդադար կարող են երգել կրկնել։ Ես նայում եմ նկարի։ Երկերախոսի էկրանի սկրինի մասին, աստորեն այդ նկարը գալիս է եւ չի փոխվում։ Ես ավելի վատ բան ասեմ, նայում է նկարին ու շատ իր փորձում է տեսնել, թե որքան իրական է նկարի միջի աղջիկը, որովհետև գուցե երբ իրականում հանդիպեն, ոչինչ նույնը Բա, չլինի, Գուցե որովհետև AI-ն է ստեղծել։ AI չէ, տարատեսակ Ֆիլտրեր։ ծրագրեր կան, ֆիլտրեր կան, որ ամբողջությամբ գրեթե Այո, փոխում շատ են։ ցավոտ թեմա է։ Լուրջ նյարդայնանում եք։ Ես կարծում եմ այդ երկում բողոքը կար, որ աղջիկներ մի օգտագործեք այս ֆիլտրները, դեմքը թողեք։ Կամ եթե ինչպեսին որ կա։ օգտագործում եք, դիմագծերը մի փոխեք, ուղղակի լույսային հետ ինչ որ փոփոխություն արեք, որ մի քիչ էսթետիկան ավելի լավ լինի, բայց դες մի փոխեք, դուք այն եք ինչ կաք, երբ դուք փոխում եք, դուք ուրեմն ձեզ հետ խնդիր ունեք։ Դա դուք չեք։ Ճիշտ եմ։ Այ Ես նայում եմ նկարին։ նկարի։ Ված շատ խելահեղ ես կասեի։ Ես կասեի։ Գժական ես կասեի, ինքը եթերային չի, բայց այդպես դա։ Ես էլ հավեսը եթերային չի, բայց ասացի, որովհետև իսկապես այդպես էր։ Ռոքային թեթև էլեմենտներ կային, բայց դրանք ավելի թեթև տարբերակով էին ու շատ լավն էր, շատ։ Ապրեք, որ փոխել եք լեզուն, որովհետև վստահաբար կարելի ասել, որ մեր երաժշտական աշխարհը ժամանակակից կարիք ունի տարբեր ոճերի, հայալեզու երգերի եւ մենք հաճախ հատկապես առավոտյան ծրագրերի ընթացքում փորձում ենք գտնել ռիթմիկ երգեր, որ անդադար հնչեցնենք եւ հաճախ չկրկնենք ու միշտ կանգնում ենք խնդրի առաջ։ Այդ ձայնագրելու եք այս երգի ալբոմի տեսքով։ այս երգը արդեն կա ձայնագրություն։ Մեզ կտակ։ YouTube-ում կա։ Մեզ համար է ասում։ YouTube-ում կա, ուղղակի դեռ մենք մեր օֆիցիալ edge չենք գցել։ Spotify իր կողմից ավելացրել է։ Յո։ Հա, բայց մեզ կտակ երգը, որ առավոտյան էլ հնչեցնենք, որովհետեւ Ունեք նաև հոլովակներ, ես տեսա, որ մի քանի հոլովակ ունեք, հաստրել եք նկարել։ Այո, Երեք այս թե մի չորս։ տարում 3 տեսահոլովակ եւ 1 MP3 արդեն այդ YouTube-ում երկու հոգում որ կրճատել եք, այդ փողերը ուղղել եք տեսահոլովակ Այո։ նկարահանելու։ Կրճատումների արդյունքում ունեցանք Ասում է շատ լավն էր, Գրետա Գինոսյանն է գրել։ Արդեն ռադիո լսողները արթնանում են եւ իրենց կարծիքն են հայտնում, իսկապես շատ կարեւոր է։ Հասկանանք ով է կանգնած բանաստեղծական տողերի ետևում։ ով է գրել տողերը։ Ահա։ Ես Իսկ մնացած երգերը, ես։ բոլոր երգերի եղանակը դու ես։ այո։ Դու մարդ օրկեստր ես, պաստոր, եւ գրում ես, ստեղծագործում ես, Իհարկե նվագում նրանց ես։ հավելումներով եւ կրեատիվով երաժշտության տեսանկյունից նրանց առաջարկած հետաքրքիր Իսկ գործիքավորումը ընդհանուր առմամբ միասին եք անում։ գործիքավորումը ես սենյակում ստուդիա եմ սարքել եւ այդպես անում եմ։ Հարևանները մեղք չէ։ Սեփական տուն։ Հա, լավ, լավ։ Մենակ տատին է մեղք մյուս ծերի սենյակից, որովհետեւ ես գիշերն էլ կարող եմ ինչ-որ գորալով երգեմ։ Խեղճ տատիկ։ Դժգոհում է։ Բայց մի քիչ լավ չի լսում։ Տատիկը բոլորովին քուն չունի, այս գիշեր տատիկը բոլորովին քուն չունի։ Այդ շարքից ստացվեց։ Դե ինչ ասեմ։ Մենք սպասում ենք ձեր մեկնաբանություններին, հարգելի ռադիո լսողներ, բացահայտում ենք այսօր, թեպետ մի քանի տարի առաջ երիտասարդները մեր հյուրը եղան։ Բայց աճեցին, տես եկան մեզ մոտ, մենք նպաստեցինք, մեր լսարանը նպաստեց, սկսեցիք հայերեն երգելի վերջո, տեսնում եք ավելի մեղեդային, ավելի բուրըն ծափարությունների արժանացող երգեր։ Համերգներ որքան հաճախ եք ունենում այս կազմով ու հայալեզու տարբերակ։ Համերգներ այս մի տարվա ընթացքում արդեն 7 անգամ ունեցել ենք տարբեր ակումբներում, փաբերում նվագում ենք։ Ֆինանսապես փաստորեն լավ լեվելի վրա եք։ Արի հերիք է փողերը հաշվում ես։ Դե եթե 7 Իսկ դու այս երկրում ռոքում ունենալու համար պետք է բայց ֆինանսապես։ ոչ բոլորն են 7 համերգ տալիս, դու հասկանում ես այդ։ Սա Դե գիտես, բայց ռոքի լուրջ սիրահարները ցուցիչ է։ շատ են, սա ֆիքս ենք, շատ կարևոր է, որ ռոքի սիրահարները շատ են։ մի տեխնիկային թատրոն, դահլիճ։ Չէ, համաձայն Այդ չեմ, ասեք, որ այդպես չի։ Տեխնիկային մեկ Միայն դահլիճ։ եթե Երևանի մասշտաբով ենք, գուցե այդպես, բայց տարբեր Մարզերում էլ են շատ։ Եթե գնաք Սևան, Գեղարքունիքի մարզ, այնտեղ մի քիչ շատ։ Գյումրիում էլ են շատ Գյումրիում սիրում։ այո, Գյումրիում հատկապես Վանաձորում։ լավ ռոք խմբեր ունենք հենց Հենց դրա մասին եմ Այո, խոսում, որ այո։ այնտեղ էլ կան եւ շատ լավ է, որ հայալեզու եւս մեկ խումբ է հայտնվել, որ հայալեզու տարբերակներով է, որովհետեւ գնում ես այլ երկիր, տեսնում ես թե հենց նույն ռոք ժանրում երիտասարդները ունեն իրենց լեզվով գրված ռոք երգեր, որոնք սիրում են, լսում են եւ իրենցն է, հա։ Մենք միշտ չունենալու հետևանքով ընկնում ենք օտարալեզու երգերի հետևից, հա։ Այլ երգեր էլ կան, դրանք էլ պիտի լսես, իհարկե, ինչի մասն է խոսքը, բայց երբ ունենում ես նաեւ քոնը, մի տեսակ ջերմանում է հոգիդ, բառերն են քոնը,
Միտքն է քոնը, շարահյուսությունն է քոնը։ Բայց կա մի խնդիր, միջազգայինի առումով, տես, եթե նախկին պրոյեկտի անունը, հա, Սիվուդ ավելի այսպես եվրոպական էր, ընդունելի, հիմա սիրուց 5 պակասը կարծես ներքին սպառման։ Արի փորձենք թարգմանել անգլերեն։ Մենք Ոնց եք անել։ Պատկերացրել են։ Օրինակ ինչ որ ամերիկացի կարթա, մեր խմբի անունը, կկարթա Sirook 5 Pakas։ Չէ, սիրուցնել է TS-ով, չէ, պետքա վերջում սիրուց։ Հա, իրանք կկարթան K վերջում, էլի, Sirook 5 Pakas։ Հա, չենք թարգմանում, ուղղակի կարդալ ենք տալիս այդպես։ Այո, եթե իրանք կարթան, այդպես կկարթան։ Դրսի շուկայի համար կան նախագծեր։ Չէ։ Մենք այստեղ ներքին դեռ իրավում ենք Հայաստանը։ ներքին սպառման համար է։ Ու ճիշտ է որ սկսենք մերոնց համար ասպառենք, հետո նոր քիչ-քիչ Լավ, մի երգ էլ լսենք, հետո ես մի ուրիշ հարց ունեմ ձեզ կուղեմ, ինչ եք լսելու հիմա։ Մյուս երգը կոչվում է Կարոտի քնից։ Օ, Կարոտի։ շատ ռոմանտիկ վերնագրեր։ Զգացել ես երգի վերնագրերը։ Վերնագիրը լսեմ, պետք է մարսել։ Շատ համահունչ են խմբի վերնագրի հետ։ Արդեն բայց սա շատ սյուրռեալիստական տենց Կարոտի քնից։ Տեսնենք։ Քնից արի տարտու ինձ տողորաչերը վերջապես շողան վերջը դու նորից դուրս կգաս քնից ու կխուսապես իմ ստվերներից կարոտի քնից արի տարտու ինձ տողորաչերը վերջապես շողան վերջը դու նորից դուրս կգաս տնից ու կխուսապես իմ ստվերներից Դու ինչպես վիշտ գեղեցիկ ես թող որ այդ պատկերին դիմանամ Քով կյանոսում կմնամ թե ափերից դուրս գամ Խոստացի որ վերջի ձայնս երաժշտությունը քեզ համար լինելու Դու սպասիր անվերջ սպասիր ինձ Այդ մեծ քով եմ հանգիստ գնալու Կարոտի քնից արի տարտու ինձ տողորաչերդ վերջապես շողան վերջ դու նորից դուրս կգաս տնից ու կխուսապես իմ ստվերներից Կարոտի քնից արի տարտու ինձ տողորաչերդ վերջապես շողան վերջ դու նորից դուրս կգաս տնից ու կխուսապես իմ ստվերներից Ես արթուն եմ բայց չեմ զգում գիշերով միտքդ արթնանում մեր ճամփեքեր չեն խաչվում քո բառերն են դեռ իմ գլխում վերջին ուժս դեռ չի մարում դու այրել ես հոգիս ծայրում ինձ կապել ես բայց չես թողնում սերս տալիս անհետանում Վերջապես շողան ու կխուսապես իմ ստվերներից Կարոտի քնից արի տարտու ինձ տողորաչերը վերջապես շողան ու նորից դուրս կգաս տնից ու կխուսապես իմ ստվերներից Կարոտի քնից արի տարտու ինձ տողորաչերդ վերջապես շողան վերջը դու նորից դուրս կգաս տնից ու կխուսապես իմ ստվերներից Կարոտի քնից արի տարտու ինձ տողորաչերդ վերջապես շողան վերջը դու նորից դուրս կգաս տնից ու կխուսապես իմ ստվերներից Նման հնչյուններից հետո բոլորը արթնացան քնից, ոչ միայն կարոտը, ոչ միայն կարոտից, այլև կարծում եմ Շատ փորձառություն եք ունեցել սիրո։ արթնացան։ Ձեզ հույս են տվել ու փաստորեն։ Ոչինչ չի ստացվել։ Վատ փորձառության Այո, բայց երբեմն լավ իմ օրինակի վրա չեմ ստեղծագործում։ Երբեմն, հա։ Երբեմն շատ լավներ։ Բայց շատ ծանոթ իրավիճակներ են երգերում նկարագրված։ Հետաքրքիր է ամեն մեկը գուցե կարողանա իր կյանքից պատառիկ տեսնել երգի Շատ մեջ։ տարապած երիտասարդ դուրս եկա քայք, ես չի սպասում։ Թարմ է այդ սիրո պատմության։ Թարմ։ Հա,
Ոչ։ Ոչ, անցել գնացել է։ Վաղուց։ Երկերը մնացել են։ Այո, երկերը։ Սա շատ կարևոր է, որ արդյունքը փաստորեն գեղեցիկ երկերն են։ Արժեր չէ՞ մի քիչ տառապել։ Ոնց որ ցանկացած վատ բանից լավը քաղում ենք, էլի։ Դե Ինձ թվում է Բարվեստ այսպես տեսով։ այսպես շարունակվի դուք արդեն աշուղների հետ կսկսեք համագործակցել։ Բայց գիտես լավ գաղափար է, երբ աշուղների հետ սկսեն ստեղծագործել, օրինակ ռոք երաժիշտները, ինչու ոչ գրագետ միքսը կարող է հետաքրքիր լուծումներ առաջարկել։ Աշուղարոքային կատարում կստացվի։ Դու էլ մի տեսակ ուրիշ տոնայնությամբ դա կհայտարարես։ Այո, բնականաբար։ Ես ունեմ հարց կապված լսարանի հետ։ Տես, նախկին խումբը, նախկին պրոյեկտը ուներ իր կայուն լսարանը, իր երկրպագուների բանակը, որոնք կարծես սովոր էին, ընտելացել էին խմբի կազմի, երկացանքի, դե անունն էլ չասեմ։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Ինչ եղավ այդ լսարանի հետ։ Ինչ արեցիք։ Ոնց կաշառեցիք, որ մնան։ Մի քիչ դժվար է Ու մնացել է։ կաշառել, նրանց արժեքը շատ բարձր էր, էլի ոնց էր։ Մենք էլ որոշեցինք նոր մարդկանց գտնենք, ովքեր Այսինքն, բայց նախկին լսարանից ոչ ոք չի մնացել։ որոշ մասը մնացել է։ Մեր բասիստը ասում է, որ չեն փոխվել։ Հետաքրքիր է, մտավախություն չունեիք փոփոխության դեպքում այդ Տիգրանի ասած տարբերակով։ Ի վերջո, սովոր էին անգլերեն լսել, չէ, հիմա հայերեն են լսում, գուցե մարդիկ ասում են, չէ, Այդ ռիսկերը հաշվարկել եք։ Հարցնենք իրանց, օրինակ նախկին մարդկանց հետ խորհրդակցենք, Չէ, ստորիով հետաքրքիր է։ օրինակ։ Չէ, չգիտեմ, դուք պետք է պատրաստ լինեք, որ կորցնում եք այս լսարանը, 0-ից սկսում եք մի նոր բան։ Ես այն ժամանակ պատրաստվեցի դրան, երբ արդեն հասկացա, որ նոր երկերը ձևավորվել, որը նախորդի հետ կապ չի ունենալու, եւ դժվար կլինի համ նախորդ երկերը նվագել, համ նոր Դե երկերը։ բնական։ Բայց ստացվեց, որ նախորդ երկերը կորան, Նախորդ երկերը երբեմն նվագվում են։ կան սիրված Մենք փորձում կատարումներ։ ենք վերջնական իրենց չմոռանանք, չթողենք անցյալում, որովհետեւ լավ երկեր իրոք կան անցյալից։ Որտեվ տես նախագիծը իր հետ տանում է ամեն ինչ, սկսած Facebook-յան էջից, վերջացրած անվանում, image, երգեր, ալբոմներ, Հասկացել ենք ձևավորում, այդ ամեն ռիսկը, ինչ։ զգացել ենք մեր մաշկի վրա։ Բայց Շատ բարդ փորձում ենք բան է։ այնպես անել, որ ոչ միայն վերականգնենք նախկին ակտիվությունը, այլ նաև անցնենք եւ նոր level-ի հասցնենք։ Իսկ եղել են քննադատություններ, որ ասեն, որ չէ, նախկինում ավելի լավ էր, քան հիմա։ Անվան հետ կապված է եղել քննադատություն։ Դե մի տեսակ շատ կտրուկ էր փոփոխությունը։ Բայց գեղեցիկ է հայերեն այս Շատ, ինձ շատ դուր եկավ սիրուց 5 պակաս։ Իսկապես շատ հաճելի է տարբերակը։ Բայց վստահ եմ, որ այն մարդիկ, որոնք հարմարվել էին այն մյուս տարբերակին, մի քիչ դժվար փոփոխությունները միշտ դժվար են ընկալվում անորոշության հետևանքով։ Փոփոխություններն ընկալելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Այո, համաձայն եմ։ Եվ Մենք ջանք։ այդ ժամանակը նրանց գտանք։ Ինչքան ժամանակ է, որ արդեն կա սիրուց 5 պակասը։ 1 տարի։ 1 տարի։ Կարող է տարիների ընթացքում սիրուց 5 պակասը փոխվի սիրուց 3 պակաս, 2 պակաս, 1 Եվ վերջում դառնա կորցրած սեր։ Չէ, հակառակը։ Չէ։ Սեր։ Մենք այն ժամանակ էլ կդնենք սեր, ուղղակի տարօրինակ անում Բայց չէ, շատ լավն է սիրուց 5 պակասը, մոտ է սիրուն։ Այդ ընթացքն է ամենահետաքրքիրը, չէ, ի վերջո, երբ հասնում ես արդեն ինչ որ չափ սովորական է դառնում ամեն ինչ, առօրյական, իսկ երբ ձգտում ես, հա, քո սիրուն ու այդ ճանապարհները, հաղթահարումները, խոչընդոտները, դրանք են գույն տալիս, երևի թե ըստ կարող ենք այդպես մեկնաբանել։ Համն ու հոտը թողել են։ Ինձ հետաքրքիր է, խմբի անդամները սիրո ճանապարհն են, թե հասել են այդ գագաթին։ Ինքը հասել է, մեր բասիստը։ Մեր բարաբանշիկը ինձ թվում է դեռ վաղ է, որ մտածի։ Ինչի է վաղով է ասել։ Քանի տարեկան է։ Չէ, վաղ չի լավ։ Բա Արդեն 10-ից։ դե պատեսնում եք։ 18+։ Հիմա 15-16 արդեն։ Հայկը ճանապարհին է երևի։ Հայկը միսեր արդեն կորցրել է։ Մեր բարաբանշիկը կարիերայի մասին է մտածում դեռ։ Դե ոչինչ, հենց հայտնվի այդ աղջնակը, կհայտնվի առաջին հորիզոնականում։ Այդպես շատ են ասել, չէ։ Իմ կյանքում էլ կա աղջիկ, այնպես որ ես եւ մեր բաս գիտարարը կարելի ասել դզված ենք ոչ ժողովրդական լեզվով։ Հրաշալի։ Դե ողջուն ենք ձեր կողակիցներին, այսպես ասած։ Ես չեմ սիրում ասել կես, որովհետև մի տեսակ մարդուն ես կիսում, չէ, երկու ամբողջական։ Տեղահաբն ես կիսում ի վերջո, դա էլ ասեմ։ Սա սիրո տեղահաբ է։ Սա չենք կիսում, երկու անհատականություններ միավորվում են, ավելի հզոր ու ուժեղ բան է ստացվում։ ԽՑԲ-ն է արտնացել, ծանոթ բարեկամ
խնամի։ Ձերոնք էլ, ձերոնք են գրում։ Պարա Կարապետյանն է գրում, Հայկ Հայրումյան, Աղանդավոր հրաշք երաժիշտ։ Շնորհակալություն։ Ճանաչում ես։ Մարտ օրկեստր։ Ինչպես էր անունը հասկանում։ Պարա Կարապետյան։ Բայց Ոչ, խծբնչի։ Բրավո, այդ դեպքում։ բայց մերսի լավ խոսքերի համար։ Իհարկե։ Շատ ավելի լավ, երբ դու գնահատական ես տանում մարդուց, ում չես ճանաչում։ Ինչ լսենք հաջորդ թիվ, ինձ թվում է մեր ռադիո լսողները ավելի շատ ուզում են ծանոթանալ ձեր երգերին, հայկական տարբերակին, այսպես որոշում։ Այո։ Մյուս երգի վերնագիրը այսօր առավոտ ենք մտածել։ Լուրջ եք ասում։ Այո, մինչև այդ ուղղակի սիմվոլիկ անուն էր Մելոդ։ Մտածում ենք, որ երևի մեղեդային գործ է։ Վալոդի նախահայրն է Մելոդը։ Այո։ Իսկ ներկայիս անվանումը։ Ներկայիս անվանումը հայացքս քեզ կուղեկցի։ Երկար։ Շատ մոտ էին իրար, ինչ։ Քանի որ այս առավոտ եք օրինել, ես առաջարկում երկերից մեկին ավելացնենք 100-ը, որտեղ այստեղ ռադիոն 100 տարեկան է դառնում։ Շնորհավոր ենք։ Ճանապարհ անցած տարապած մարդիկ եք։ Եկեք 100-ը չմոռանանք, խնդրում եմ։ Բայց ոչ հիմա, ոնց է հիմա վերջնական տարբերակը։ Հայացքս քեզ կուղեկցի։ Հայացքս քեզ կուղեկցի։ Ուղեկցեք Հայացքը ձեզ կուղեկցի դեպի ռեգիստրացիա։ Չէ, հայացքը այս պահին թող ուղեկցի ձեզ դեպի մեր Այո, լայվը, համեցեք, ակտիվ եղեք, սպասում Արաբ ռադիո.am, Facebook-յան լայվը եւս գործարկված է։ Մենք գտանք իրար այն ժամանակ, երբ ծառերից հոգնած տերևները ընկանցած ընկումներս ցավոտ ու կանցնի եւս մեկ օր, երբ սիրուց մթակնեցին քո աչքերը, գգորակ հետակը քո եւ նրա տեղը։ Եվ սիրուց մթակնեցին քո աչքերը, գգորակ հետակը քո եւ մեղքերի ծովից կփախչես դու, բայց եւ աննկատ ինձանից կհեռանաս, ամպերին կհասնես դու, եւ հայացքը իմ քեզ կուղեկցի մինչ անվերջություն։ Ծաղկունքի հետ գարնան դու կանչիս ինձ անձայն, դա չի լինի երբեք, մեծ է իմ մեղքը, պահը անթերի թողեց իր հետքը, ապրումներս դաժան կկրեմ միայնակ, քո տված ցավին տեղահապ չկա, պետք էր պարզապես դու իմ կյանք չգայր, մեղքերի ծովից կփախչես դու, բայց եւ աննկատ ինձանից կհեռանաս, ամպերին կձուլվես դու, եւ հայացքը իմ քեզ կուղեկցի մինչ անվերջություն։ Կրկին ծափեր են մեր Այս եթերում։ ինչ աստիճանի եք դուք ընկղմված սիրո ճիրաններում, որ լսում է երգի բարերը հոգնած տերևները կփոքվեն։ Տերևները հոգնել են այս ամենից։ Իրականում ինձ թվում է շատ մարքեթինգային ճիշտ քայլ եք արել, ուղղել եք ձեր ամբողջ էներգիան եւ
ուղղվածությունը երիտասարդներին, այն մարդկանց, որոնք սիրել գիտեն ու անկախ խնդիրներից ու վերջաբանից միշտ շարունակում են սիրել ու ինչու ոչ այս երգերը գուցե դառնան այդ օրերի իրենց ուղեկիցը կամ հոգու խոսքը։ Ճիշտ եմ ասում, այդ հաշվարկով եք արել։ Այո, հենց այդ հաշվարկով։ Մենք սերը դիտարկեցինք որպես մարքեթինգ։ Որպես մարքեթինգ։ Սիրուց 5 պակաս խումբն է մեր ուղիղ եթերում, եւս մեկ անգամ հիշեցնենք, դրանց ովքեր նոր են արթնացել, ծանոթացեք այս տաղանդաշատ երիտասարդների հետ, որոնք հավերժ սիրարված են, ստեղծագործում են տարբեր անուններով, պրոյեկտներով, բայց այսօր նրանք ներկայանում են Սիրուց 5 պակաս անունի ներքո։ Հետաքրքիր է, որ ամբողջությամբ սեր է երգը, վերնագիրը, երգերը ավելի Բայց այստեղ ճշգրտման կարիք կա։ Եկեք հասկանանք, ձեր երաժշտական ընտրանին ուղղված այն մարդկանց, ովքեր փնտրում են սեր, ովքեր կորցրել են սերը, ովքեր արդեն վերապրում են այդ զգացումը, ովքեր ուզում են սիրել։ թե պարզապես սիրել այդպես վերացական։ Այնտեղ հուշում են։ 50-50։ Ինձ թվում է բոլորին, չէ, ամեն մեկը կգտնի իր տարբերակը։ Այսինքն եւ տարապած սեր կա ձեզ մոտ, եւ երջանիկ սեր կա։ Օրինակ ում հարաբերությունները լավ է սիրո մեջ, ինքը կարող է այդ երկերը լսելով հիշել, որ վայ մի շաբաթ առաջ կռվել էինք բան եւ մի փոքր տխրել։ Ես ուրիշ բան ասեմ։ Արժևորել։ Ու մոտ որ լավ է հարաբերությունները, նա կարող է հիշել նախկին հարաբերությունները մեկ այլ մարդու հետ եւ ասել ինչ անխելք է։ Տարապելու առիթ կա միշտ տարապելու կռիվ են գցում էլ ինչ որմով էլ։ Չէ՞ դե մարդիկ նաեւ վերանայում են նախկին վատ փորձը եւ հասկանում են, որ նման սխալներ պիտի թույլ չտան։ Լավ, կարևորը happy end-ը միշտ կա։ Նման սխալներ թույլ չտան, որ այս երկերը չլսեն էլի նորից։ Չէ, թող լսեն այս երկերը ու միշտ հիշեն, որ այդ սխալները պիտի թույլ չտան։ Ես տանում եի այդ ուղղությամբ։ Հայք happy end-ը միշտ կա երկերում։ Երջանիկ։ Ոչ միշտ։ Բազմակետ է հիմնականում վերջ։ Անորոշ եք թողել, նայած ով ոնց կուզի շարունակել պատմությունը։ Այո։ Հետաքրքիր է, լավ, էդ էլ մարքեթինգային ճիշտ քայլ է, ամեն մեկի պատմությունը տարբեր է եւ ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչպես գուշակություններ կա, չէ, ընդհանուր ինչ որ բաներ են ասում կամ այդ այսպես կոչված աստղագուշակները, ասես ոյ իմ հոմորեր, ընդհանուր մի բաներ, դու ամեն մեկը վերցնում է իրենով է անում եւ այս բարակայում շատ լավ աշխատող տարբեր։ Արի վերադառնանք երգաստեղծման process-ին։ Հայք դու ասացի, որ տատիկը գիշերները չի քնում, որովհետեւ դու ստեղծագործում ես, նվագում ես, երգում ես։ Այսինքն մեծ մասը դու ես անում գործի։ Այո։ Երգերը ես եմ գրում հիմնականում։ Փորձարկում ես տանը։ Փորձարկում, ձայներ գտնում։ Տատիկին տանջում։ Բա հետո որ հանդիպում ենք երեքով եւ ասում են մենք համաձայն չենք, ո՞նց է լինում։ Ոնց է լինում։ Անցնվել են ոնց որ։ Թե բերում ես ասում ես սա է, պետք է նվագենք ու վերջ։ Այն որ ոնց հասկանում եմ հատուկ ընտրել եք համբերատար գործընկերների։ Ովքեր համաձայն չեն, կրճատում ենք։ Չեմ հիշում տենց դեպք, որ իրանք ասեն, այ չէ, համաձայն չեմ, որ ես գործել։ Ես կխնդրեի մոտենայիք խոսափողին, թե չէ ամբողջությամբ խոսափողն իրենով է արել, կգաք։ Մի ամաչ։ Կհասնեք, ինձ թվում է կհասնեք։ Եվ հասկանանք էլի ճիշտ է ասում, թե ոչ։ Ոնց որ հասնում ենք։ Եկեք եւ խոստովանեք, Հայկը, գոհեք։ Ինչ օրն է ձեզ դնում։ Հիմնականում հենց դա չլինում նենց բաներ, որ միանշանակ դեմ լինենք, լինում է ավելի շատ, որ տենց կոնսենսուսի հասնելով, տենց ինչ որ երաժշտություն բերում ենք, տենց իր վերջնական բանի ձևի։ Հենց հիմնականում Հայկը գալիս է, տենց հեռախոսով տենց պահում է միկրոֆոնի մոտ, ասում է նայեք նոր երգն է, ու ես Արագի հետ սկսում ենք դրա տակ ինչ որ բաներ մոգոնել։ Ու տենց կոնսենսուսով հավերժնական արդյունքի ենք։ Չի եղել, որ ասեք սա երկիրը բան չի։ Չէ, շոր ցավակ երբ ֆեկ չի, որ շնորհական ասենք չէ։ Դե լավ է, որ աչքիս դուք նույն ճաշակն ունեք, նույն ոճն ունեք, երևի թե նաև նույն աշխարհ ընկալումն ունեք, դրա համար նման խնդիրներ չեն առաջանում։ Կարելի ասել ճաշակի առումով շատ ծայրահեղություններ էլ կան։ Լուրջ, ով է ձեզնից լսում ռեստորանային երաժշտություն։ Միանգամից պտտվեցին։ Շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է։ Ինչի օրինակ։ Ուղղակի իրան նայեցինք համոզվելու համար, որ չկա այդպիսի բան, մենք գիտենք, ուղղակի պետք է մի հատ համոզվենք։ Եվ ոնց է սիմբիոզը նման երաժշտությունից հետո նստել ռոքերների հետ թմբուկների առաջ։ Դժվար է։ Այս։ Ինչ։ Ինքը լսում է բրազիլական սամբա, բոսանովա։ Լուրջ եք ասում, շատ սիրում եմ։ Այդ առումով բան չասացի։ Դա այն ռեստորանային բոսանովան է, թե իսկական։ Չէ, լավ իսկական բոսանովաների մասն է խոսքը։ Լողափային, այսպես ասենք։ Թեկուս։
Ինչ խոսք, այնտեղ էլ ամբողջությամբ սեր է, երաժշտությունն էլ է էմոցիա։ Ինչ գիտես։ Շատ եմ սիրում։ Մենք ինչ գիտենք, իրենք ինչ են երգում։ Դե կարող ես AI-ին տալ թարգմանի կամ Google Translate Դա շատ լուրջ հարց է։ Եկեք շարունակենք մեր ռադիոհամերգը։ Մյուս երգի պատմությունը, օրինակ ժամերի գործարանի տանիք ես հաճախ էի բարձրանում։ Հետո հասկացա, որ հենց այդ թեմայով կարելի է երգ գրել։ Այսինքն ժամացույցի գործարանի տանիք, ես ճիշտ հասկացա։ Հարբած տանիքներում, այդպես է կոչվում։ Հարբած տանիքներում։ Ես անհապերությամբ սպասում եմ ձեր ամեն երգի անվանումը, եւ շատ տանիքներն են հարբած, թե մարդն է հարբած տանիքներում։ Հարբած տանիքներում է, մարդը հարբած տանիքներում։ Վտանգավոր չի։ Բայց տանիքներն են հարբած։ Դե հենց այդ է վտանգավոր չի։ Դե ճոճվում է հարբածությունից, բայց մենք այնքան են գնացել, մեր բալանսը գտել ենք էլի։ Հա, այսքան սիրում ես տանիքներում։ Հա, բայց փակվեց։ Այդ առիթով համել ուզեի ասել։ Մի արեք այդպես խոր չի։ Մի փակեք տանիքները։ Չէ, հակառակը, տանիք մի բարձրացեք, վտանգավոր է։ Շատ հեշտ համոզվում են։ Գնացինք։ Լսենք։ Տացիք սենգում ուրը գիշեր, կոմասին եմ երկում Ինձ ասա որտեղս ու գիշերում, ու մեզ թակուն երազում Դու այդ ուր ես անհետանում, կտրել եմ նույնիսկ իմ սկեստա պահարանում Եթե փորձեմ ես քեզ բնութագրել, կխճճվեմ իմ բարերում Դու ասացի, որ կգրես հեռախոսիդ համար է իմ ձեռքին Միայն բարվաղ ծխախոտով Ես կպարզեմ իմ ձեռքը Միայն թե խոստացիր մշակել իմ վեշքը Քո տրված գույներից ես ընտրել եմ սևը Միակ բանը, որ գիտեմ տանիքներում արվել Քո տրված գույներից ես ընտրել եմ սևը Միակ բանը, որ գիտեմ տանիքներում արվել Տանիքներում արվել Տանիքներում արվել Տանիքներում արվել Ինչքան հեռու դու կգնայիր ինձ հետ Արդյոք ես ետ կպահեր մառախուը Կհամբուրեիր ինձ եթե փորձեի Ես ինչպես միշտ ապում եմ Դու ինձ պատմում ես վարվող ասվերից Միգուցե մենք վարակվել ենք ես նրանց կրակից Դու արկածներ ես փնտրում Ես բաժակում եմ ցվինի եմ լցնում Որ կգրես հեռախոսիդ համար է իմ ձեռքին Նավաղ ծխախոտով Ես կպարզեմ իմ ձեռքը Միայն թե խոստացիր մշակել իմ վեշքը Քո տրված գույներից ընտրել եմ սևը Միակ բան է որ գիտեմ տանիքներում արվել է Քո տրված գույներից ես ընտրել եմ սևը Միակ բան է որ գիտեմ տանիքներում արվել է Տանիքներում արվել է Տանիքներում արվել է Տանիքներում արվել Անձրևի բուրմունքի հետ դու նորից ես դուրս գալու Ռեց սերին արի պաշկենք կամ գորենք անցումներում Կպիտեմ ես քո հոգին եթե թույլ տաս Միակ ընդհարթ կամ էլ հավերջ ես քեզ յուր կամ Խառնաշփոթը աչերիդ ինձ կրավեց Լրությունը կխոսի մեզանից էլ առավել ուտելույսերը քաղաքի Մի օր մարեն քո կրակը աչերի մեզ հավերջ կերիքի Քո տված գույներից ես ընտրել եմ սևը Միակ բանը որ գիտեմ տանիքներում արվել Քո տված գույներից ես ընտրել եմ սևը Միակ բանը որ գիտեմ տանիքներում արվել Քո տված գույներից ընտրել եմ սևը Միակ բանը որ գիտեմ տանիքներում արվել Քո տված գույներից ես ընտրել եմ սևը Միակ բանը որ գիտեմ Վազվզեցինք տանիքներով, ապրեցինք նույնիսկ տանիքներում, հետաքրքիր էր։ Վերադարձանք ուղիղ եթեր։
Հիշեցնենք սիրուց 5 պակաս նախագիծն է մեր ուղիղ եթերում, ծանոթանում ենք եւ բացահայտում ենք տղանաշատ երիտասարդներին։ Եվ իհարկե շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր այ ռադիո լսողներին, ովքեր մեզ գրում են, իդեպ ակտիվացել են մեր ռադիո լսողները եւ ունենք եւս մի քանի մեկնաբանություն։ Հասմիկ Ավետիսյանն ասում է բարի լույս, ամեն բացվող առավոտ անհամբեր սպասում ենք ձեզ, որ ասեք բարի լույս, որ մեր օրը սկսվի սիրով, ջերմությամբ, այո, եւ երաժշտության ներքո, ինչի համար շնորհակալ ենք ձեզ, պաչիկներ, մենք էլ ձեզ ենք համբույրներ ուղարկում։ Արամայի Սահակյանն ասում է բարև ձեզ, խմբին ցանկանում եմ ֆինանսական բարելավում եւ ֆինանսից կախված կգտնվի սերը եւ խումբը կկոչվի գտնված սեր։ Դա էլ է տարբերակ։ Ահա, խնդրում ենք այնպես արեք, որ 3 տարի հետո գաք մեզ հյուր, ասեք հիմա էլ դարձել են գտնված սեր։ Կամ երազ։ Ինչու ոչ, ռադիո լսողներն են առաջարկում։ Կամ երազ։ Գտնված երազ։ Գտնված երազը ուրիշ տեղ է տանում, մուլտֆիլմն է հիշեցնում միանգամից, այն շատ սիրելի մուլտֆիլմը, որը բոլորը նայում են միշտ անկախ տարիքից։ Այնպես որ սա էլ է շատ հաճելի։ Մենք TikTok-ից դուրս եկանք, որտեղ հասկացանք, եթե ուզում եք լավ որակյալ հնչողություն լսել ստուդիական, ապա միացեք մեր եթերին Arm Radio.am կամ Facebook-ան հարթակ։ Facebook-ան լայվով լսեք, որովհետև լավ այստեղ երգչի ձայնը այդքան լավ չի։ Կենթանի այստեղ հնչողությունը եւ ցավոք չի կարող մտնել TikTok այդ ստուդիական ձայնը։ Այո, այդպես է ստացվել, այնպես որ դրա համար մեզ միշտ հետևեք այս երկու հարթակներով։ Մենք կփորձենք միշտ մուտք գործել TikTok-յան հարթակ եւ ձեզ անոնսել, թե ինչ է մեզ սպասվում։ Այսօր մեզ մոտ շատ հետաքրքիր տաղանդավոր երիտասարդներ են, որոնք հաշվի առնելով բոլոր ռիսկերը, այդուհանդերձ գնացել են կտրուկ փոփոխության եւ չեն վախենում սկսել ամեն ինչ նորից։ Այո։ Ու ռոմանտիկ են եւ նույն ժամանակ։ Ամեն ինչ նորից, այդպիսի երգ չունեք։ Ամեն ինչ նորից։ Կամ ինչ որ նորիցի հետ կապված։ Չէ, լվոր վայխի կորցրեցի իմ։ Այդ տարբերակներն են դեռ կորցնելու փուլն է, կարող է այնպես ստացվի, որ հաջորդ, այսպես ասած, երգերի շարքը կլինի արդեն նորին գտնելու մասը։ Այո, այս սերիալ եք ալբոմի նկարում։ մեջ ոնց որ վայ ինչու կորցրեցի, մյուս ալբոմն է վայ գտա։ Քանի որ շատ գրավիչ են ձեր բանաստեղծական տողերը, ինձ հետաքրքրում են այդ ձեզանից յուրաքանչյուրը, հայ ինչ ներաշխարհունի առասարակ, ենթադրում եմ Հայկ, որ դուք նաև ընթերցանությամբ եք զբաղվում։ Ինչով։ Կարդում եք։ Ինչ գրականություն եք կարդում։ Փորձում եմ կարդալ։ Որտեվ նման տողերի հեղինակը պետք է որ շատ այսպես հարուստ ճամպրուկ ունենա գրականության։ Ինչ եք սիրում ընթերցել։ Ճիշտ ասած, թվային աշխարհը վերջին մեծ շրջանում ինձ խանգարում է, որ ես կարդամ վերջին 22 տարիներ ընթացքում։ Տակը մնաց ինչ, Բայց հասրել եմ ինչ որ բաներ կարդալ, օրինակ փիլիսոփայության վրա եմ կենտրոնացել վերջին շրջանում, Պլատոնի երկերն եմ կարդում։ Ինչ որ բան կարդում եք անհամենը, որտեվ անհնար է չլինի հումոր է։ Այդ ազդեցությունը ի վերջո ինչու, որտեվ պետք է ինչ որ մի աղբյուր, որտեղից Պլատոնի ինչերն եք սնվեք երկերը։ Հա։ Պետք է սնվեք ի վերջո, այդ սնունդը ինչ որ միտեղից պետք է ստանաք, որպեսզի վերածվի բանաստեղծական տողերի, որն է ձեր դեպքում այդ աղբյուրը։ Որպես այդպեսին հիմա մտքից չի գալիս կոնկրետ ինչ է ճամփորդությունն է, եղանակն է, մարդիկ, տանիքներում, այո, եղանակը, Պաստորեն։ Երբեմն խմիչքը եւ ծխախոտը կներեք, չպետք է երևի ասի։ Դա արդեն լավ չի։ Կարևորը դրանով բավարարվենք եւ անցնենք առաջ։ Այո։ Ավել բան չլինի։ Բայց մեզ մոտ մի ծխեք, դա շատ վնաս։ Այո, մեզ մոտ no smoking տարածք է։ Մենք էկոլոգիապես մաքուր եթերային զույգ ենք, մենք չենք ծխում եւ դեմ ենք այդ Այո, այստեղ չեն ծխում այս տարածքում երաժշտական առավոտը։ Ու ոչ միայն երաժշտական առավոտը, ռադիոտան առասարակ։ Եկեք շարունակենք, ինչ եք լսելու, ինչով եք զարմացնելու մեզ հաջորդին։ Մյուս երգը կոչվում է Կանչիր։ Կանչիր եւ ես կգամ։ Բայց ճիշտ ասացիք, իրոքից կանչիր, հենց է։ Կանչիր։ Լավ, լսենք։ Կա շարունակություններ կարողանաք գուշակել։ Կանչիր ու ես կգամ։ Զեփյուրի նման կստացվի։ Կամ չեմ գա։ Ուշ է արդեն։ Դրա հակառակը։ Կգամ։ Հակառակը։ Ուշ է, չեմ գա, ուշ է արդեն։ Ասամ իրական տարբերակ։ Հա։ Կանչիր, երկը սկիսատ մնաց։ Ինչպես սուրճը սթափվեց, այդ տարբերակն է։ Մի արա, ես քո սուրճն եմ, դու իմ թեյը, կամ թեյնիկը։ Դուք մեզ մի այդպես մի աչքով նայեք, մենք որ սկսենք ստեղծագործել։ Մենք էլ պակաս աշուխ չենք։ Ինչ որ տենց երկ կարս վերջում ես քո սուրճն եմ, դու իմ թեյը։ Ես այդպես, այո։ Ավելի շատ
տարածված տեսանյութեր, որտեղ սիրո զույգերը այդպես իրար հետ Հիշեցիր, հա, հիշեցի։ Այս սուրճ ու սեր առավոտից հաղորդումը ես որ քո լսեք թեյնիկն եմ, դու իմ առավոտները։ սրճեփը Ամիջ կասկա։ Այ հիշեցի։ Դե Կանչիր։ լսենք, կանչենք, տեսնենք ու մենք կանչում։ Այսպես էլ ապրում ենք մեծ աչքերով դու նայում ես առաջ Անկերս գիշերն լույսերը թողնում որ դիտեմ քեզ աշուն թե մար Խոսքերս ահում շուրթերից ուղին է անհայտ Եվ շրջվելով ինձ մոտ գալիս մեղքերով սրիտ իմ ուշերից ես նորից դու կախված Կանչիր երկս կիսատ մնաց Արի որ ես նորից կսեմ իմ տարերքում գրել Ինչքան ուйզերս դու քեզ հետ տարել Դե կանչիր երկս կիսատ մնաց Արի որ ես նորից կսեմ իմ տարերքում գրել Ինչքան ուйզերս դու քեզ հետ տարել Սարս ձեռքերս մի օր դադարեցին ջերմությունը կասկալ Տանջված լարերը գիթարիս այսու հետ կնվագեն քեզ համար Երկնային ես դու այնքան, ես ճարագայթ քեզնից սերվող Դու քամին էր այն ամռան, ես պատոհանս բաց պահող Հետո դարձար դու հուշանգին, հուշատտրիս վերջին էջին Ես դրեցի բազմակետեր, որ քեզ անվերջ իմ մեջ ստեղծեմ Կանչիր երկս կիսատ մնաց Արի որ ես նորից կսեմ իմ տարերքում գրել Ինչքան ուйզերս դու քեզ հետ տան Կանչիր, երկս կիսատ մնաց Արի որ ես նորից կսեմ իմ տարերքում գրել Ինչքան ուйզերս դու քեզ հետ տարել Եվ այստեղ ինչպես ասում են հեքիաթն ավարտվեց Այդ կամ նոր է, դե մի դուռը փակվում է, մյուսը բացվում է Չէ, այնպես Շատ բարի հեքիաթային երգեր են այսօր հնչում Սիրուց 5 պակաս նախագիծն է մեր ուղիղ եթերում Հայկ, ես մի բան մտածում եմ, նայում եմ ձեր գործիքներին եւ ուզում եմ հասկանալ այս վիճակը, խելահեղ այսպես գլխի շարժումները, նման ռիթմեր մենք կլսենք այսօր թե դա հենց մյուսները դենք ուզում Այն խելահեղ ռոքը Այո, հենց վերնագիրը դուք երկրորդ անգամ եք գուշակում այսօր Մի րոպե, ինչ է կոչվում, խելահեղ Չէ, բայց մոտ էր էլի շատ, խելքից դուրս Խելքից դուրս Այ այդ վիճակն է Դե գնանք Խելահեղություն Չէ, շատ լավ էր անակնկալ էր իհարկե Սիրուց 5 պակաս, լսում ենք Ես քեզ կտամ ամենը ինչ խելքից դուրս է Ինքը դառնանք իրար համար վերջին գատի լույս է Մթի մեջ լույս է դանի մեզ մոլորակից Ես քեզ կտամ ամենը ինչ
ինչ խելքից դուրս է մենք կդառնանք իրար համար վերջին կաթի լույսը մթի մեջ լույսը դանի մեզ մոլորակից ատում եմ ցավը սիրում պատճառողին պատնում եմ կյանքս որ քո համար վաղուց է ոչինչ հայտնում եմ կորուստս ու լսում լեռություն թե գնաս ինձ կմնա 100 տարվա մենություն անցյալից դեմքեր հանգստով խնդրում եմ ու չեն լինի դեպքեր բուժեմ վեշքերս որ ցավերին դիմակայ կստամ երգերս ես քեզ կտամ ամենը ինչ խելքից դուրս է մենք կդառնանք իրար համար վերջին կաթի լույսը մթի մեջ լույսը կանի մեզ մոլորակից ես քեզ կտամ ամենը ինչ խելքից դուրս է մենք կդառնանք իրար համար վերջին կաթի լույսը մթի մեջ լույսը կանի մեզ մոլորակից Թող արցականների մեջ առանց այդ դողում եմ միթե գորում եմ թե գորամ խառը մտքերից ոչինչ չես լսի թե մոտ ընկնի դու չգաս թվերները կտանեն քեզ վայրեր ու կզգաս ոգան եմ ես ատում դեպերին քորոնց բաց չես օգնում հեռում է իմ հայացքը ես փնտրում եմ քո սերը 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 Ես քեզ կտամ ամենը ինչ խելքից դուրս է մենք կդառնանք իրար համար վերջին կաթի լույսը մթի մեջ լույսը դանի մեզ մոլորակից Ես քեզ կտամ ամենը ինչ խելքից դուրս է մենք կդառնանք իրար համար վերջին կաթի լույսը մթի մեջ լույսը դանի մեզ մոլորակից Վերջին ռիթմերը խոստունալից էին։ Սա ավելի դրամատիկ նոտաներով էր հագեցած, եթե այնտեղ ռոմանտիզմը շատ էր, այստեղ ավելի շատ էր դրամատիկը, հա? Այո, սենտիմենտալ դրամատիկ։ Սենտիմենտալ դրամատիկ։ Հետաքրքիր է, որ դուք եք հետաքրքիր բնորոշումներ տալիս եւ ուզում եմ հասկանալ այս երգերը, որ ծնվում են ոնց են ծնվում, այդպես ինքն իրան գալիս են, տխուր եք, տխուր չեք, ուրախ ժամանակ եք, տանը հասկանում կոնկրետ այս երգը տխրությունից եւ այն տրամադրության ժամանակ, երբ գրել եմ ոչ թե երգ ստեղծելու համար, այլ որովհետեւ չէի կարող չգրել, պետք է ինչ-որ բան հանձնեի գրչին։ Այսինքն կուտակվում են ներսումդ ինչ-որ բաներ եւ անպայման պիտի քանի տարեկանից ես սկսել գրել։ 21 Հետաքրքիր է, մինչեւ այդ Մինչև այդ միայն դասական գիտար եմ նվագել, կոնսերվատորիան ըստ դասական գիտարի բաժին եմ ավարտել։ Այսինքն այդուհանդերձ միշտ երաժշտության 13 տարեկանից այո։ Եվ դասական գիտարն ինչպես փոխարինվեց էլեկտրոգիտարի։ Ինչ-որ պահի ինձ մի քիչ հոգնեցրեց ուրիշ մարդկանց գործեր նվագելը, իհարկե հարգելով դրանք, ուզեցի ես իմն էլ ստեղծեմ։ Քավերներից հոգնեցիք։ Այո, դասական գործեր նվագելուց հոգնեցի։ Հայկ առասարակ ընտանիքում երաժշտության ասպարեզի հետ կապ ունեցող մարդիկ կան, թե ոչ։ Այդ 13 տարեկանից հայրիկս նշեցիր։ սկզբանե Հաղվերձան է նվագել։ Ես էլ նայել եմ միշտ ու երևի ենթագիտակցորեն տպավորվել եմ, որ մի օր ես պետք է նվագեմ։ Իսկ այ ոճերի բախումներ, հա, հայր որդի այդ անվերջանալի բանավեճերը որ այ մեր ժամանակ սա են լսում, սա է ճիշտ է։ Ոչ, հայրս միշտ ինձ աջակցել է, ես ինչ էլ նվագել եմ։ Իսկ ոճով այն ժամանակ քերիս երևի թե ավելի մոտ էր, որովհետև ինքը դասական գիտար էր նվագում ու դասական առումով մենք ոնց էր հասկանում ենք իրար։
Այսինքն ճիշտ ու սխալի խնդիր չի եղել, սա լավն է, սա Ոչ. վատն է, սա անորակ է։ Նույն աշխարհից էին։ Մաքսիմում ասել է ջազ նվագի, որ փողոտ լինի էլի։ Այստեղ փողոտ լինի։ Չէ, լսել որ ջազը։ Կարևորը որ չեն ասել գնա դարիր իրավաբան, բժիշկ կամ անլուրջ գործով է զբաղված։ անլուրջ գործով է զբաղվում, գնա լուրջ մասնագիտություններ ընտրի։ Նման բան չեն ասել Ահա երբեք։ դե լավ է։ Իրականում հաճախ ենք տեսնում։ Բայց որ ջազը փող է բերում, դա չի լսել։ ջազը ոնց է փող բերում։ Ես զարմացա ճիշտն ասած, Դուք որտեվ դաժե տենց խոսք կա իրանց մասին, որ ջազ գիտարիստի ու պիցայի տարբերությունն այնա, որ պիցան ընտանիք է կերակրում։ Աստված իմ, շատ վատ համեմատություններ իրականում։ Այստեղ Խամկար անունով օգտատերը Facebook-յան լայվի տակ գրում է բարի լույս բոլորին, հարց խմբի անդամներին, ինչպես է ծնվում ձեր երգերը, բառերից թե երաժշտությունից, եւ շնորհակալություն է հայտնում առավոտ շուտ հաճելի պահեր պարգևելու համար։ Սկզբից ոնց որ թե բառերն են, չէ՞ ստեղծվում։ Տենց հասկացանք, չգիտեմ, դուք կասեք։ Ամեն մեկը ինդիվիդուալ է։ Լինում է կրկներքը ստեղծվում է, կրկներքի մելոդիան գալիս է, հետո դրա վրա հավաքվում է մնացածը։ Իսկ տատիկը այստեղ մասնաբաժին ունի թե ոչ, գիշերները Այո, տատիկը մի անգամ մեր երկերից մեկի մեջ տատի զապիս եղել է։ լուրջ։ Այո։ Երկում է Տանջել եք տատիկին, էլի։ Չէ, նվագում ենք, մի հատ բան լռություն է, տատին ասում է դու տենց էլ մարդ չդարար։ Օ, ինձ տատիկը պետք է ասի բարև, երկիր, ինչ նման մի բան։ Չէ՞։ Այդ երկը լսելու ենք այսօր։ Որ Տատիկի երգը։ Այսօր կլսեք թե ոչ տատիկի երգը։ այդպես է կոչվում անց։ Դե ես այդպես վերնագրեցի։ Ա, Մենք արդեն վերնագիրը նվագել ենք չգիտենք, այդ արդեն նվագել են, ուղղակի Անել ենք այդ չկար է ձայնը, էլի։ հատվածը։ Առավոտ շուտ մարդիկ նման բաներ թող չլսեն։ Չլսեմ։ Լավ, ասա, այս լուրջ պատրաստվել են մարդիկ, ավելորդ բաները հեռացրել են, որ լինի հանրայինին հարիր եթերային, չէ։ Մենք ունենք, այսպես ասենք, մոտավորապես 30 րոպե ժամանակ։ Լսենք հաջորդ կատարումը, ինչ ենք լսում։ Այրենք ամեն բան։ Ոնց։ Դե լավ էլի։ Մի քիչ առավոտ շուտ։ Խնդրում եմ պահպանեք հակահրդեհային կանոնները եւ մի այրեք, խնդրում եմ։ Փոխաբերական իմաստ։ Դե Ես պարզ հասկացա է, դա։ մենք հասկացանք։ Ինձ թվում է ձեր թմկահարը շատ արագ էսպես ուզում է ամեն ինչ նվագել եւ տուն գնալ։ Կամ Հիմա առավոտվա ժամից է, ինքը քնած է լինում այդ ժամին։ Ինձ թվում է դուք բոլորդ սիրում եք առավոտյան երկար քնել, ճիշտ ենք, չէ՞, Այո։ գիշերը քանիսին եք քնում։ դե տատիկը քնում է ինքը ոչ։ 3-ին, 4-ին, 5-ին։ Աստված իմ։ Հա, Այսօր եւս 3-ին քնել եք եւ առավոտյան եկել Երեքին մեզ մոտ հենց, հյուր։ Օ, Բայց բավական թարմ եք, ես ասեմ ձեզ Սովորել բավական։ ենք այդ մենք կարողացել ենք կոտրել կարծրատիպերը, Սովորեցնել։ որ առավոտ շուտ երկել, նվագել, չի լինի արդեն քանի տարի է, 6, 5, 6 6, մի խոսքով։ մոտավոր հաշվարկներով։ Կարծես պատրաստ են Դե երաժիշտները։ ինչ, լսենք այրեք ամեն ինչ, բայց զգուշ եղեք։ Կամուրջները այնպես այրեք, որ հետ գնալու տեղ ունենաք, եթե պետք լինի։ Արվեստանոցը քո ինստար Թափառականին վարկերվար Ծնտած մտքերը թասրում ես կֆիտրեմ մնացածը սրտիս Բարիր ինձ համար Դա ինձ տալիս է նորորվա լիցքեր Ես չորս պատում արի մնանք հավերջ Քո արվեստոտ հոգին ինձ գուղեք միայն տեղ Որ չկան ժամեր Այրենք մենք ամեն բան Ապրող մեր ուշերզում Գախիրին տակ վերջքում Ետ դարձան պաչը կանորից Ինձ պետք ես դու հիմա Հայացքդ մեզ կացած Եշկիր դու ինձ համար Ես արդոն կմնամ կեզ էտ նորից Շիշերը ամեն դուր նետած Տարասն է փոքրանում օրորի Դրանք գործնալ չես պատրաստվում Քո տակ ուշերն ես դու պահ է նրանցում Ուր կա և խիտ և վեջ յուրովի Եվ վաղ թե ուշ ես կգնամ Ինձ դու անշուշտ իմ ետևից Ուտը մի օր ինձ մորանաս ծավերը պինդ կպահես Չէ որ տանջանք ես դու նախընտրել Համեն տեսակաջույքից Այրենք մենք ամեն բան Ապրող մեզ ուշեզում Երխիրին տակ դեշքում Ետ դարձան պաչը կանորից Ինձ պետք ես դու հիմա Հայացքդ մեր կացած Եշկիր դու ինձ համար
խոսքս ու հիմա հայացքդ մեր կացած երկիր դու ինձ համար ես արդյոք կմնամ քեզ հետ նորից այրենք մենք ամեն բան ապրող մեր հուշերում եղիր իմ տակ կերքում ետ դարս ճամփա չկա նորից Այրեցինք ամեն ինչ Կամուրջներ Պայթացրեցինք ես չգիտեմ Սա պայթյուն էր, սա նմանատիպ ինչ-որ տենց հետարքիր մի բան էր Բայց իրենք զգացել ես երգում են ծանր սիրուց, դաժան վիճակներից, տանիքներով ապրելուց, վազվզելուց, պայթեցնելուց, բայց իրենք այս խաղաղ, Շատ խաղաղ, շատ հանգիստ Դուք միշտ եք այսպես, թե դեռ քնած եք Էդի հետաքրքիր պարադոքս է, օրինակ շատ ծանր մետալ նվագող խմբերի անդամներն էլ իրական կյանքում շատ բարի հետաքրքիր հավես մարդիկ են Բարին հանգստության հետ կապ չունի Միչելը Կարող են լինել շատ հանգիստ եւ շատ դաժան Կարող են լինել շատ ակտիվ եւ շատ բարի Երբ որ շատ հանգիստ է, այդտեղ Արդեն տակնված մի բան կա վտանգավոր է Սիրուց 5 պակաս նախագիծն է մեր ուղիղ եթերում եւ մենք այսօր հաճելիորեն այսպես զարմացած ենք ինչու որովհետեւ ես չէի սպասում որ յուրաքանչյուր երգ իրենից կներկայացնի մի հետարքիր պատմություն սկսած իր վերնագրից վերջացրած բանաստեղծական շարքով Բանաստեղծական խոսքի վրա էլ հենց մյուս գործը, որը շատ բանաստեղծական է Ես դա գրել եմ այն ժամանակ, երբ պապիկս ինձ խրատեց եւ ասաց, որ իմ երգերում պակասում է պոեզիան Օ, դուք լսում եք մեծերին Իհարկե Հրաշալի է Դե հիմա պոետիկ բան ենք հա լսելու Պոետիկ բան, երգը կոչվում է Մի գիշեր Մի գիշեր Մի գիշերը բավարար է ամբողջ էմոցիաներն արտահայտելու համար Այո Օգտվելով առիթից պապիկից ծնունդը շնորհավորեմ Շնորհավոր Նրան մաղթեմ առողջություն երկար տարիների Քանի տարեկան է դառնում 74 Դեռ երիտասարդ է Լուսնի լույսից վերի ներքո Փորձանք աստղերը թե ընկնեն Կամ էցուլվենք նրանց հետ մենք Բայց քո լույսը չի թողնի Որ աստղերը երևան Եվ այլի մեջ քո հայացքի նոր իմաստով Ես ինձ գտա Իմ մեծագույն կորուստ իմ սեր Իմ մեծ սիրով մոլոց իմ ստվեր Իմ գրկաված ընկեր իմ խենձ Եվ մի գիշեր եղիր ինձ հետ Մեր կյանքների այս երեկոն Պատահական և հարատև Դարձավ վկոն քո պատկերի Որ դիտորդին զարկեց պոետ Սիրո կսկիցը պատանում Բախտը անցնեց սառը քամուն Իմաստությամբ հոգին լցվեց Եվ մեկ օրում քունը գործրեց Իմ մեծագույն կորուստ իմ սեր Իմ մեծ սիրո մոլուց իմ ստվեր Գրկաված ընկեր իմ խենձ Գետ մի գիշեր եղիր ինձ հետ Ջերմացրույց ծոմարով և ծածկիր քո մեղքերով Իմ չվող թրջում ծոմուրան աշխարհները քո ինձ տար Դու ինձ տարգետ մեկ անգամ քո ստվերաշունչ վայրերը խենթ Ուր միշտ անձրև է հորդառատ իսկ անկյունում խոնավ տնակ Իմ մեծագույն կորուստ իմ սեր Իմ մեծ սիրո մոլուց իմ ստվեր Իմ գրկաված ընկեր իմ խենձ Գետ մի գիշեր եղիր ինձ հետ Իմ մեծագույն կորուստ իմ սեր Իմ մեծ սիրո մոլուց իմ ստվեր Իմ գրկաված ընկեր իմ խենձ Գետ մի գիշեր
շնորհիվ Կրկին ծափահարություններ մեր եթերում հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ ձեզ ողջունում ենք, ասում բարի լույս եւ շնորհակալություն հայտնում, որ ամեն շաբաթ առավոտ տրամադրված եք, որ 1.5 ժամ լինելու է երաժշտական ու մեզ եք միանում։ Դե հայկացանոթ եմ մեր վիրտուալ ծափարողների խմբի հետ։ Մենք անդադար ծափահարություններ ենք հնչեցնում։ Եթերներից, այո, սիրուց 5 պակաս, եւս մեկ անգամ հնչեցնում ենք այս անունը։ Ես հասկացա, որ երգերը հեղինակային են բացառապես, հեղինակը դուք եք Հայկ, իսկ այ համագործակցելու հետագայում, հա, հեռանկարներ կան, չգիտեմ, գուցե հեղինակ կատարողների հետ, երգիչների հետ, խմբերի հետ։ Ես լինում է, որ մասնակցում եմ հեղինակային երգերի մրցույթի։ Վայ, լուրջ։ Այո։ Ահա։ Ըստ վերջում մասնակցել եմ Ջերմուկում կայանալիք հեղինակային մրցույթի։ Սկզբի փուլը, բայց այդ միացնում է անցկացվել։ Այսինքն դա այն հեղինակային երգն է, որի մասին մենք գիտենք, դասական կիթառով։ Դա ինչ որտեղ այո, նաև բարդային է։ Ահա։ Ահա թե որտեղից է գալիս ձեր այդ ունակությունը, հա, ստեղծելու երգեր, բառեր գրելու։ Այո, հեղինակային երգն է հիմքում։ Հիմնականում այո։ Իսկ ումից եք ոգեշնչվում, այ նույն Ռուբեն Հախվերդյանը ձեզ համար։ Ֆորշից առաջինը, հետո Հախվերդյան։ Այդքանը։ Կոլաբորացիաներ այնուամենայնիվ համագործակցություններ մենք կունենանք առաջիկայում, թե ոչ այլ խմբերի նախագծերի հետ, ինչու ոչ։ Անկասեր չեմ պատկերացնում։ Նման բան, որտեղ հենց ինչ երգ որ ունենք, ոնց որ հենց խմբինն է ու եթե ուրիշ երգ ծնվի։ Իսկ այ հրավիրյալ արտիստ, որը միանա ձեզ, երաժիշտ կամ չգիտեմ, գուցե։ Եթե ինչ-որ արտիստ գա, օրինակ ասի կա նման երգ կուզեի միասին կատարենք, դեմ չենք լինի համագործակցել։ Այսքան բաց եք գործակցությունների համար։ Ինձ նաև եւս մեկ հարց է հետաքրքրում։ Ժամանակակից աշխարհը իր հետ բերել է նոր լուծումներ, նոր օրենքներ, եւ եթե նախկինում բավականին բարդ էր հայտնի դառնալը, դժվարություններ կային եւ որոշակի առումով անհաղթահարելի շատ ֆակտորներ, ապա ժամանակակից աշխարհը բերել է այլ գործիքներ, համացանցը բավարար է, որպեսզի կարողանաս շատ կարճ ժամանակահատվածում դառնալ հայտնի, բայց այստեղ էլ ունի իր օրենքներն ու իր դժվարությունները, պետք է կարողանաս ճիշտ գտնել թիրախը ու ճիշտ կետերը, որպեսզի հասնես այդ հաջողության։ Այս պարագայում արդյոք մտածել եք ինչ պիտի անեք եւ ինչ քաղաքականություն եք մշակել, որպեսզի կարողանաք ավելի շատ լսելի դառնալ։ Ուսումնասիրելով շուկան, տարածվում են այն երգերը, որոնք օրինակ ինչ-որ հումորային բնույթ են ունենում եւ մարդիկ իրենց գտնում են կամ ուղարկում են իրենց ընկերոջ կամ այն երգերը, որոնք մի քիչ ավելի տխուր են, դրամատիկ են։ Այո։ Իսկ երգ, որը հեղինակային է գրված է ի սրտե եւ նրա մեջ չկա ինչ-որ կոմերցիոն հատուկ հավելումներ, պետք է երևի առանձին մարքեթինգային բան մտածել։ Դուք եք ինքներդ ձեզ այսքան մարդ չունեք հատուկ, որ կզբաղվի SMM-ով, քաղաքական։ Զգացել ես բոլոր խմբերը գրեթե չունեն մարդ, որը կանի այդ ծանր գործը։ Իրենց գլխի տերը, ինչպես ասում են, ներքին շուկայի համար է, ոնց հասկացա, հիմնական հա, այսպես նյութը սպառման եւ պետք է ակտիվացնել մարզային հյուրախաղերը, համերգները։ Մեր եթերը ունի լայն հնարավորություն, ամբողջ հանրապետությունը դիտում է, ուր ուղարկեք ձեզ, ասեք։ Ուր եք ուզում գնալ, որտեղ չեք եղել կամ դեռ ծրագրում եք տարածքում։ Այո։ Գյումրիում։ Չեք եղել դեռ համերգով։ Համերգով չէ։ Գյումրի, դե ձեզ տեսնենք։ Հրավիրեք արտիստներին։ Վանաձորն էլ ոչ պակաս ռոքային քաղաք է, ասեմ ձեզ։ Գյումրից հետո մի հատ է Վանաձոր արժի։ Դե որ տենց լինի սպիտակ էլ կարող եք մտնել։ Հետո էլի կհրավիրեք։ Ահա։ Դե ինչ, ես կարծում եմ նրանք, ովքեր հիմա մեզ դիտում են, հա, մարզային տարբեր կառույցների պատասխանատուները այս պահակ օգտագործեն եւ կհրավիրեն ձեզ։ Բայց այստեղ մի մեծ բայց կա։ Ժամանակները փոխվել են, եթե նախկինում ուղղակի սպասում էին, որ հրավերներ պիտի կան, նաեւ պիտի դուք ինքներդ ձեր մասին բարձրաձայնեք եւ ասեք ցանկանայիք ելույթներ ունենալ, հատկապես որ դուք ակումբային խումբ եք եւ գրեթե մեծ մասամբ ձեր ելույթները տեղի են ունենում ակումբներում, ապա կարող եք կապ հաստատել Գյումրիի կամ Վանաձորի ակումբների ղեկավարության հետ եւ առաջարկել տարբերակ գործակցության։
Սա ինձ թվում է ոչ թե նստել սպասել, այլ նաև գործել։ Իհարկե, զանգահարում եք հատկապես Գյումրիում կան հետաքրքիր վայրեր, որտեղ կան բեմահարթակներ եւ տեխնիկական լավ հնարավորություններ, պարզապես պետք է գտնել այդ մարդկանց եւ նրանց առաջարկ անել փոխգործակցության տարբերակով։ Խնդրեմ, սիրով։ Ինչ լսենք հաջորդիվ։ Մութը իմ հոգում։ Սա էլեկտրոէներգիայի անջատման հետ կապ ունի թե ոչ։ Ով է անջատել ձեր հոգու լույսը, Հայկ։ Լույսերը տարել էին, երբ այս գործը գրել ենք։ Լուրջ ես ասում։ Մութը իմ հոգում նվիրվում է նրանց, ովքեր այսպես հոսանքազրկված են։ Ես գիտեմ, որ Շերեբունի համայնքը 3 հոսանք չուներ, այնպես որ այս երգը նվիրենք իրենց այս վերջին շրջանում շատ են հոսանքած։ Շուտապույտ, մենք էլի դեպ ռադիոտուն էլ 3 կարծես ցերեկը մի պահ չկար։ Մի խոսքով։ Դե լավ, չկատակենք ասման նման դեպքում։ Լույսը չանջատեք, մենք դեռ ուղիղ եթերում ենք, դեռ ունենք 15 րոպե։ Մութը իմ հոգում, գնացինք։ Բոլոր զանգերը տեսված և քողով ծածկված իմ պատկերը շրջանցիր Գինոտված դստով գիշերային վարորդացները իշելիս հայացքը քո մի պաս ծավեց երբ կամինիր ձեռքը պարսեց դու ճախրեցիր ուղղությունը դեպի արև Առաջին համբույրը քո ում ես նվիրել դե մնացել եմ հերթական թող ջնջվեմ քո կյանքից արմատական Մութը իմ հոգում, մենություն է ինձ գրկում Մութ գիշեր է իմ հոգում, երբ չկաս, երբ թախիցն է ինձ գրկին գշկում Մութը իմ հոգում, մենություն է ինձ խեղդում Մութ գիշեր է իմ հոգում, երբ չկաս, երբ թախիցն է ինձ գրկին գշկում Պատկերը շրջանցից Չեմ էլ առաշկում, մենք հեռում շատ գնացինք, մենք անգնած ենք վերևում, մեր հույզերը միասին, դու սիրում ես ինձ ատել, ծխելու պես ինձ թարգել, թե մի օր դու ինձ լքես, կդառնամ ես քեզ լրտես Արի մի տանջիր դու ինձ, կամ քեզ հետ արկամել թող հույզերս ինձ Ես քեզ պես եմ դառել ու սառել, բայց դու կարող ես ինձ բրկել Իսկ ինչ կասես, թե հայտնվեմ գիշերվա հազարին Կպարկենք ավազին, կխոսենք ամենի մասին, բացի կարևորից Որովհետև ես ինձ սկսում եմ պայուսակը տես փնտրում Լուրջ ոչինչ դու չես փնտրում, միայն մարտահրավեր Նոր սերեր, նոր վեճեր, ականջակալ Ուշերից եմ ես զրկվում, երբ դու կողքս չես լինում Ու այդպես անհետանում ես անպատճառ Մոտ գիշեր է իմ հոգում, երբ չկաս, երբ թախիցն է ինձ գրկին գշկում Թե մութը իմ հոգում, մենություն է ինձ խեղդում Մոտ գիշեր է իմ հոգում, երբ չկաս Այստեղ լույսերը միացրեցին։ Մութ գիշեր է իմ հոգում։ Եկավ լուսավոր առավոտ։ Իրականում շատ կարևոր թեմա եք վերցրել, առանց որի մարդու կյանքը կլիներ անհետաքրքիր, անգույն, գորշ, երբ չկա սերը։ Եվ սիրով ենք ոգեշնչվում, սիրով ենք աճում, սիրո շնորհիվ է, որ զարգանում ենք, սիրո շնորհիվ է, որ գտնում ենք ներքին խաղաղություն, բալանս աշխարհի հետ։ Եվ սերը ամենակարող ուժն է կարծես, թե ու վերջել եք Շարժիչ ուժ է ասում։ Դե լավ, այդպես ասա։ Բայց կեցեք տղաներ այսօր մեզ կարծես այսպես տարակ ճանապարհորդության, ինձ թվում է մենք մի մեծ գիրք ընթերցեցինք շնորհիվ հետարքիր գեղեցիկ բանաստեղծությունների ռոմանտիկ գիրք դուք կարողացաք մեզ ձեր երաժշտության միջոցով տանել դեպի հերոներ եւ ետ վերադարձնել։ Դուր բացել այն վաղուց արդեն առօրյան հաճախ մարդկանց խեղդում է այնքան շատ, որ մոռանում են այդ գեղեցիկ զգացողության մասին, խնդիրներով են ամբողջությամբ լուծվում, մոռանում են վայելելու, կյանքը սիրելու, այդ կարևոր մանրուքները տեսնելու մասին ու այսօր կարծես ոչ միայն մեզ,
այլև ռադիո լսողներին նաև տվեցիք այդ գեղեցիկ էմոցիաները, որ մենք հիշենք, որ բացի խնդիրներից ու բազվզոցից, հա, ժամանակակից աշխարհի կա գեղեցիկ մի երևույթ, որի մասին երբեք պետք չէ մոռանալ ու դռները պետք չէ փակել։ Կարողացաք մեզ կտրել, այսպես ասած, առօրյա հոգսերից եւ այս ժամուկեսը կարծում հետաքրքիր էր նաև մեր լսարանի համար, գրեք մեզ, գրեք ձեր տպավորությունների մասին, որտեվ դեռ ունենք ժամանակ։ Այո, դեռ ունենք 15 րոպե, մոտավորապես կարող ենք ասել 12 րոպե, եւ ունենք քանի երկ մնաց։ Երկերը կան, ինչքան հասցնենք, ասենք։ Լավ։ Մոխրագույն երկինք, մյուս Ոնց երկը։ ինչու մոխրագույն, այսքան սիրուն բաների մասին խոսացինք։ Դե լույսերը անջատեցին։ Բայց դա լա սիրուն։ Լավ, ես մի տեսակ ավելի սպիտակն եմ սիրում։ Ֆիլտրով է դա երկինքը։ Լոնդոնյան երկինք։ Ահա, էլի։ Մոխրագույն երկինք։ Դեպրեսիվ երկինք, ես կասեի, ես։ Սիրուց 5 պակաս խումբը դեռ մեր ուղիղ եթերում է։ Եվ մեզ փոխանցում է տարատեսակ սիրո հետ կապված էմոցիաներ։ Իրեր հետ կողքի դրած Սրճումների ձայնը կկանչի Արդյոք ով է ես քեզ համար Կյանքից թանկ մի բան թե հերթական ոչինչ Թող որ այս գիշերը տապանցիկ շղթաներով Ինձ ու քեզ կապի մեր ապրածն անտեսելով Սա մեր վերջին գիշերն է Եթե ուզես կանչիր դանդաղ մասուն միշտ Կանգ առնի մեր հեքիաթն ավարտվեց Միայն թե իմանայր ես ինչքան եմ սիրել օրորվել քեզ հետ Մոխրագույն երկնքում Ուր ես ամպերը որոշել են քեզ ավերջ թաքցնել ինձանից Երևի դու նվեր էր աշնան Եվ ինչքան քեզ հիշեմ որ քո աչերն միշտ փակվեն ինձ համար Ինձ համար Ինձ մտապահիր վերջին անգամ Երբ լինես քո խնդ աշխարհում Ու թե գիշերով միտքը դարտնանա Իշին մեզ շղթաներ են կապում Վաղուց ես երազում այրել դրանք Ացերն ես աստկանում ավելի և ու մտքով գնացիր Միթե դա էր փտրածը քո Բայց մեր հեքիաթն ավարտվեց Միայն թե իմանայր ես ինչքան եմ սիրել օրորվել քեզ հետ Մոխրագույն երկնքում Ուր այս ամպերը որոշել են քեզ ավերջ թաքցնել ինձանից Երևի դու նվեր էր աշնան Եվ ինչքան քեզ հիշեմ որ քո աչերն միշտ փակվեն ինձ համար Ինձ համար Ինձ մտապահիր վերջին անգամ Երբ լինես քո խենթ աշխարհում Ու թե գիշերով միտքը դարտնանա Իշին մեզ շղթաներ են կապում Վաղուց ես երազում այրել դրանք Ապրեմն ես աստկանում ավելի և ու մտքով գնացիր Միթե դա էր փնտրածը քո Բայց մեր հեքիաթն ավարտվեց Միայն թե իմանայր ես ինչքան եմ սիրել օրորվել քեզ հետ Մոխրագույն երկնքում Ուր այս ամպերը որոշել են քեզ ավերջ թաքցնել ինձանից Երևի դու նվեր էր աշնան Եվ ինչքան քեզ հիշեմ որ քո աչերն միշտ փակվեն ինձ համար Ինձ համար Ինձ համար Եվ ինչքան որ քո աչերն միշտ փակվեն ինձ համար Եվ կրկին ծափարություններ սիրուց 5 պակաս նախագծի համար այո շատ հետաքրքիր մեր այսօրվա ռադիո համերգը Իսկական բացահայտում է, Իսկական։ որովհետև թեպետ դուք էլի մեր եթերում եղել եք, բայց բոլորովին այլ ոճով եւ այսօր մի տեսակ գնացինք Այ խոստովանիր քեզ seafood ավելի դուր եկավ թե Շատ տարբեր Սիրեցինք են, պակասը։ համեմատելու չեն, կախված տրամադրությունից, կախված միջավայրից Ռոքային միջավայրը պետք է ռոքային երգեր լսելու համար միջավայրն ու տրամադրությունը պիտի նպաստող լինի։ Այս պարագայում առավոտը մի քիչ բարդ է, կոնկրետ շատ ծանր եւ դասական ռոք լսելու համար։ Այս երգերը ավելի մարսելի են վաղ առավոտյան։ ինձ դուր եկավ այս ներկայիս տարբերակը։ ընտրանին
Սիրուցինք պակասը, ես վստահ եմ, որ ձեզ կանաչ ճանապարհ է սպասում։ Մերսի։ Ու շատ լավ է, որ հստակ կողմնորոշում ունեք ներքին շուկայի համար աշխատելու, սկզբնական շրջանում ավելի ամուր կանգնելու եւ ավելի շատ հայերի սրտերը գերելու ուղղությամբ։ Սիրող զույգերի, սիրող սրտերի համար շատ լավ։ Տխուր տանջված զույգերի։ Դե լավ, չէ, տխուր Էքսերի մասին ափսոսանքով մտածողների լավատեսորեն նայենք։ Դե գիտես, ամեն ինչ մարդու համար է եւ դրանք ճանապարհներ են, որ յուրաքանչյուր ոք անցնում է, ոչ ոք ապահովագրված չէ, ոչ ոք չի կարող ասել, որ ունի միակը մեքսեր է ունեցել եւ վերջ ունա լիարժեք երջանիկ է։ Չէ, կյանքի դրվածքն է այդպես եւ դրա շնորհիվ կամ հետևանքով էլ ծնվում են նմանատիպ երգեր, չէ։ Այո։ Մի քիչ շուտ եք իհարկե դուք անցել դրա միջով, բայց անցել եք։ Ասեք։ Կհասցնենք դրական նոտայով ավարտել։ Այո, մեկ երկի հնարավորություն ունենք։ Երկ ունենք շատ դրական կակաչներ կոչվում։ Վայ։ Օ, սա էլ մարտիութի Ում եք համար է։ նվիրում այդ կակաչները։ Ուղղակի այս գործի մեջ մենք 6-րդ լարը պետք է լարից գցենք ահագին։ Գցեք։ Սա մարտիութի համար է այս երգը։ Ավելի Չէ։ Ուրիշ օր, հիմա երգը լսելուց կհասկանանք, որ օրվա համար է։ Թող լավ գցեք լարերը։ Ճիշտ է, ես չգիտեմ ինչ է նշանակում 6-րդ լարը լավ գցել։ Դա նեղ մասնագիտական է, բայց ոնց, ահա, թուլացնում է։ Արի բացենք հաղորդում 6-րդ լար։ Լավ գաղափար է, իսկ ինչու ոչ, ինչ կարծիք ունեք դուք, սիրելի ռադիո լսողներ։ Ասма լավ է, թող մնա այսպես կուղենք էլի։ Ահա, իհարկե։ Արմեն Գրիգորյանն է գրում, ահա։ Ինչ է գրում։ Այո, հանրային ռադիոին է միացել, ասում է կներեք իհարկե, բայց ես հանրային ռադիոին եմ միացել, այո։ Ոնց որ տղաներն էլ։ Հրաչ Մարուկյանն ասում է Սայատնովան կասեր 3 լավ էր, Beatles-ը քանվուր այսօր։ Եթերներում բզարիլիմ։ Արդեն սկսել են հումորներ անել ու ստեղծագործել։ Դե ինչ, կակաչներ, սիրուց 5 պակաս խմբից։ Դադարում եմ հավատալ խոսքերի Ինձ էլ ոչ ոք չի նկատում ասես թե չեմ էլ եղել Ինձ անգամ մի շարժարի չես թողնի որ ուզեն ամենալ Ես սկային բարձունքից և հետքը քո կորավ քո տակ խոսքերը Նորից ինձ խենթացնում են կար ժամանակ և կողքից դու խաղաղում ես Բայց քո աչքերը չճանաչում ինձ Միացել դեռ ոչինչ Կակաչներ եմ բերեն, որ հոգուտ նման սև են Մռայլ հայացքից քո հայրվեն Երկեր եմ բերեն, քո սիրած գույնի մեջ Ինձ դու ուրախների էիր անցել Հույզեր եմ բերեն, թող մենան Ինձ էլ պետք չն արցունքներդ վաղուց են վերջացել Իսկ ես պետք չի ոչինչ ինձանից Եվ ուր գնամ Թող խաղաղ երկինքը թող Քո խենթ մտքերը թող Խոսքերդ որ անզգուշ են Դու մեկ է թող Թողից քեզ այնքան մոտ Մարմինը դողացող Թեկուս հետո սպանես ինձ Թող խաղաղ երկինքը թող Քո խենթ մտքերը թող Խոսքերդ որ անզգուշ են Դու մեկ է թող Քեզ այնքան մոտ մարմինը դողացող Թեկուս հետո սպանես ինձ Կակաչներ եմ բերեն, որ հոգուտ նման սև են Իսկ դու հայացքդ լուր կկապես Երկեր եմ բերեն, քո սիրած գույնի մեջ են Իսկ դու ուրախների էին անցել Հույզեր եմ բերել թող մենան Ինձ է պետք չն արցունքներդ վաղուց են վերջացել Իսկ ես պետք չի ոչինչ ինձանից Զեր եմ բերել քո սիրած գույնի մեջ Ինձ դու ուրախների էիր անցել Զեր եմ բերել թող մենան Ինձ է պետք չն արցունքներդ վաղուց են վերջացել Իսկ ես պետք չի ոչինչ ինձանից Եվ ուր գնամ
Եվ կարծես ֆինալային ծափարությունների պահն է այս պահին։ Արի շնորհակալություն հայտնենք այս տաղանդաշատ երիտասարդներին, սիրուց 5 պակաս նախագծին, որ եկան այս առավոտը եւ դարձեցին շատ ռոմանտիկ, միևնույն ժամանակ շատ խելահեղ։ Շնորհակալ ենք ձեզ։ Ձեզ մերսի շատ։ Մերսի։ Այն որ ասում են տաղանդավոր երիտասարդներ ունենք, դա փաստ է, շատ զգայուն, շատ հետաքրքիր երիտասարդներ ունենք այս տեխնոլոգիական ժամանակաշրջանում, նրանք բաց չեն թողնում ռոմանտիզմի այդ կարևոր կետերը, որոնք կյանքին ուրիշ գույն են տալիս։ Նպատակասլաց են, գիտեն ինչ են ուզում եւ դա մեզ միայն ուրախացնում է։ Տարվա հետ կապված արդեն պլանները գծել եք, թե թողել եք ինչպես ինքնահոսի, ինչպես կստացվի։ Տարվա հետ կապված Այո։ թողնենք ինքնահոսի։ Լուրջ չեք պլանավորում։ Ես այդպես էլ ակնկալում եմ, այսպեսի պատասխան։ Թե հա, ոնց կլինի, չէ։ Դե անկեղծ պատասխանեցինք ամեն դեպքում։ Մենք ուզում ենք մաղթել ձեզ ստեղծագործական հաջողություններ, մի փոխեք էլ անունը, պահեք այս նախագիծը, շատ լավն է։ Կարևորը հայերեն է եւ շատ հասանելի, դյուրամարս եւ հաճելի։ Եվ կարծում եմ, որ երգերը այնպես եք գրել, այնպես են ստացվել, որ յուրաքանչյուրը հոգուց են ու երիտասարդների մտքով ու բառերով, հա։ Ամեն մեկ իրեն կգտնի ձեր երգը լսելիս, իրեն կգտնի այնտեղ։ Եվ ամենակարևորը մեր կյանքից, դրվագներ մեր կյանքից, իրական են։ Գտանք բառը, իրական են։ Այո, արհեստական չեն, անկեղծ են, ամենակարևորը։ Իսկապես շնորհակալություն, ձեզ մաղթում ենք բուրըն տարի, բազմաթիվ ելույթներով տարի, թող ձեր նպատակները երազանք չեմ ասում, որովհետև երևի թե երազանքը խումբ ունենալն էր, հետո դարձավ նպատակ, նպատակները թող կատարվեն, այսինքն տարբեր բեմերում ելույթներ ունենաք, Հայաստանի մարզերով շրջեք, սա եւս շատ կարևոր է։ Մենք էլ պատրաստ ենք իրազեկել նորությունների մասին կապված։ Այո, իհարկե, սիրով։ Դες ռադիոլսողների մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր, չմոռանաք միանալ մեզ երկուշաբթի առավոտյան 9:30-ից, մենք կասենք դες բարի լույս։ Այո, հարգելի ռադիոլսողներ, այսօր սիրուց 5 պակաս լսում էինք սիրառատ երգեր, խմբի եւ երիտասարդների շնորհիվ մենք միշտ պատրաստ ենք ձեզ հետ միասին բացահայտել նոր տաղանդավոր երիտասարդներին։ Դες երաժշտական առավոտը ուղիղ եթերում ներկայացրեցին Լուսինե Մուրադյանը Եվ Տիգրան Հարությունյանը։ Մնացեք հանրային ռադիոյի հետ, կհանդիպենք։ Հաջողություն։